Այսինքն եկեղեցին ինքը ըստ էության որպես այդպեսին ավելի շատ ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին այս վարկով։ Ես երբեք հարցականի տակ չեմ դրել ոչ վեհապարի Պետրոսյան հիշում ես, որ մենք քեզ զգուշացնում էինք օրով ժամով գիտեք երբ է Նիկոլ Փաշինյանը գնալու։ Ինչի որևիցե մեկը այդ խմբերից չգնաց Հովանավանքի ոստը բնականաբար Բաղրատ Սրբազանի մասին մենք մասնակցել ենք անպայման ընտրություններին, ես որևիցե տեղից ֆինանսավորում չեմ ստանում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին։ Արոն Պետրոսյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում։ Այսօրվա մեր հարցազրույցի հիմնական շեշտադրումը լինելու է եկեղեցի պետություն հարաբերությունները, եկեղեցու շուրջ ստեղծված այս իրադարձությունները։ Հավանաբար դուք ևս հետևում եք, թե ինչ փոխհարաբերության մեջ են եկեղեցին եւ պետությունը եւ հետաքրքիր է լսել ձեր տեսակետը, ձեր գնահատականը այս իրողության վերաբերյալ, քանի որ դուք մարդ եք, քաղաքական գործիչ եք, ով բարձրաստիճան հոգեվորականի հետ ճանապարհ ունի անցած, խնդրեմ ձեր դիտարկումները։ Նախ կարևորը ոչ թե բարձրաստիճան հոգեվորականի հետ անցած ճանապարհն, այլ ընդհանրապես իմ առաջին հերթին որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ իմ դիրքորոշումն ըստեյության է իհարկե ճիշտ է շատ-շատերին եմ անձամբ եմ ճանաչում, նաև շփում ունեմ։ Բնականաբար այս գործընթացը ազգային անվտանգության համար առարկային խնդիրներից մեկն է, որովհետև սրանով ոչ թե առողջացվում է, ինչպես իշխանությունն է նշում, այլ խարխլվում է ազգային ինքնության պահպանման այս ողջ տարերի ընթացքում կարևորագույն ինստիտուտներից մեկը եւ եթե ոչ կարևորագույն ինստիտուտը։ Եվ այս գործընթացը որևիցե կերպ չի կարելի անվանել առողջացում, հա, որ իշխանականները անընդհատ ասում են, գիտեք ինչ, մենք տարբեր դերակատարներ, ովքեր այդքան հավատավոր չեն, իրենց ենք փորձում հեռացնենք եւ այլն։ Նախ այդ գործառույթները իրենց չի վերապահված մեկ։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի կարող համայն հայության եկեղեցում նման վերաբերմունք ունենա կամ նման պահանջներ դնի։ Անկամ հիշեք Նիկոլ Փաշինյանը, երբ Արցախի հիմնախնդիրը դեռ ակտուալ էր իրենց տեսանկյունից, ասում են, որ մենք Արցախահայերի հետ կապված խնդիրներ չենք լուծում, մենք ինչ կապ ունենք, այո, հայ են եւ այլ, բայց մենք ինչ կապ ունենք։ Այս պարագայում շատ ավելի ճիշտ կլիներ իրենց տեսանկյունից, ավելի խրախուսելի կլիներ, որ այդ նույն իհարկե այնտեղ դա առատավոր երևույթ էր, բայց ես որպես օրինակ եմ բերում, շատ ավելի ճիշտ կլիներ, գոնե այս պարագայում նրանք այդ գիտակցությունը նվազագույն ունենային, որ դա որևիցե առումով իրենց վերապահված ես չեմ ուզում մտնեմ իրավական դաշտ եկեղեցի պետության տարանջատման մասին կամ այն մարդիկ երբ խոսում են եվրոպական մշակույթի մասին, քաղաքակրթական զարգացման մասին եւ այլն, նրանք շատ լավ պետք է հասկանան, որ այս երկու կառույցները հստակ տարանջատված են եւ սա իրենց լիազորությունից բոլոր առումներով դուրս է։ Սա չի նշանակում, որ եկեղեցում խնդիրներ չկան։ Ես կրկին որպես միջին վիճակագրական հայ-առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ ինքս ես դրանք թե նաև շփվելով շատ լայն շրջանակների հետ, նաև բարձրաստիճան հոգեվորականների հետ, ես ինքս գիտեմ ինչքան խորքային ոչ թե խնդիրներ, այլ ինչ խորքային ճգնաժամի մեջ է եկեղեցին։ Բոլոր առումներով, որովհետև այս իրականության մեջ նաև որ մենք այս իրականություն մենք հայտնվենք, պետք է խոստովանենք, որ իր մեծ մեղավորություն ունի նաև եկեղեցին։ Եկեղեցին նաև հանրային կյանքի կազմակերպման հիմքում որտեղ է սխալվել եկեղեցին։ Ես չեմ ուզում ինձ վերապահեմ եկեղեցու գործերի քննությունը, բայց այս ամբողջ հարթության մեջ այս 30 տարիների ընթացքում մեր ընդհանրապես հասարակության հիմքում ընկած արժե համակարգը կլինի, մոտեցումները կլինի, մշակույթը կլինի եւ այլն, մեծ դեր պետք է ունենա եկեղեցին այդտեղ, շատ մեծ, բայց դա չի նշանակում, որ դա առիթ է հարձակվելու եկեղեցուրա։ Ես ուղղակի ասում եմ, որ իհարկե որպես համակարգ այնտեղ եւս կան խորքային խնդիրներ, բայց այս մոտեցումը խնդիրների լուծման, որը տանում է ուղղակի կազմաքանդման եւ ի ցույց դնել ամբողջ աշխարհին, այսպես հակամարտային ճամբար ստեղծել, սա ուղղակի հակապետական, ապազգային եւ ապաշնոր դրսեւորման ամենավառ արտահայտումն է։ Սրանից ավելի այս գործընթացը երբեք չի կարող տանել առողջացման, ինչպես իրենք են նշում, սա կրկնում եմ իշխանության կողմից
հերթական, հակապետական, ապազգային եւ այսպես ասած, արատավոր գործունեության վարդարսևորումն է։ Պարոն Պետրոսյան, իշխանության հիմնական սլաքները ուղղված են ամենայն հայոց կաթողիկոսին եւ այստեղ հետաքրքիր է ձեր դիտարկումները նաեւ ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, թե ինչպես իշխանությունն է պնդում Կտրիչ Ներսիսյան։ Կարծում որ իմ խոսքից այդպեսի առիթ չեմ տվել, որ ինչ-որ մեկը միջև հիմա նման բան կարծի, բնականաբար ես երբեք հարցականի տակ չեմ դրել ոչ վեհապարի, չգիտեմ, հեվերաբար կապված որևիցե թեմա եւ այլ։ Ես ընդհանրապես անդրադարձել եմ խնդրին շատ ավելի լայն եւ անդարձակ, ասել որ այո, սա որպես համակարգ բնականաբար ունի խնդիրներ, բայց ծայրաստիճան դատապարտել է իշխանության կողմից նման վերաբերմունքը եւ եթե դուք որևիցե կերպ ինչ-որ մի բան ուզում եք առողջացնել, այն էլ նման հազարամյակներով եկող ինստիտուտը 1000 տարուց ավելի եկող ինստիտուտը ամեն ինչին իհարկե թե ձեր նպատակը կազմաքանդելը չի, ամեն ինչին կա ձև, կա միջոցներ, կան տարբեր քննարկումներ եւ այլն, բայց բնականաբար մենք շատ լավ գիտենք, որ իշխանությունը իր բոլոր դրսևորումներով, բոլոր դա կլինի մշակութային, դա կլինի գլոբալ առով ինքնության, պետական մարմինների մարմնով ընդհանրապես չեն խոսում, այս ողջ ընթացքում միշտ ընդգծված հակահայկական եւ հակապետական օրակարգ ունեցել եւ սա ուղղակի հարցականի տակ դնելու չի։ Եթե մի պետություն անգամ հոգեվորը մի կողմ եք դնում, թեպետ սա էլ է առնչում հոգեվորին, եթե մի պետության ղեկավար ասում է, որ գիտեք, մենք հələ պետք է կարողանանք հասկանալ ցեղասպանության զոհերի անունները պետք է նույնականացնենք, այն էլ այն դեպքում, երբ այլ հազարավոր տղաների անունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո չի կարողացել նույնականացնել։ Այսինքն սա հստակ քայլ է, որը տանում է ցեղասպանության մերժման, այն դեպքում որ աշխարհում կարևորագույն պետությունները, այսպես ասեմ, ընդունել են, բայց դուք ասում եք, չէ, մի րոպե, մենք պետք է նայենք, վերանայենք, այսինքն սա ընդգծված հակահայկական օրակարգ է, այսինքն երբ որ ունենք այս իրավիճակը, անգամ չի կարելի խոսալ, հա։ Պարոն Պետրոսյան, հիմա ուր է տանում Նիկոլ Փաշինյանը այսպես ժողովրդին այս պայքարը, որ սկսել են իրանք կամ ինչպես իրենք են ասում, վեհարանը վեհի ազատագրումը, ինչի է տանելու։ Չեմ կարող ասել ինչի է տանելու, բայց կարող եմ կիսվել իմ մտահոգություններով կամ իմ պատկերացած լուծումներով։ Ես մի անգամ, եթե չեմ սխալվում, էլի ձեր եթերի շրջանակներում եմ ասել, որ ներողություն խնդրելով հայ առաքելական Սուրբ Եկեղեցուց ընդհանրապես, որ ինձ նման իրավունք եմ վերապահում, բայց միակ տարբերակը, որպեսզի եկեղեցին մնա կանգուն, որպես եկեղեցու պաշտպանության պլատֆորմ ժողովրդին ընտրելն ու նախապատվությունը տալու։ Ես ցավով եմ արձանագրում, որ եկեղեցին այս ամիսների ընթացքում այս պարզ ճշմարտությունը իմանալով կամ չիմանալով արեց ճիշտ հակառակը։ Եկեղեցու եւ ընդհանրապես մեր հոգեվորը, մեր հավատքը կամ այս ոտաձգությունները, մեր ամբողջ ինքնության դեմ այս գործընթացի մեջ որպես իր համար պլատֆորմ ընտրեց պարլամենտական ընդդիմություն եւ նրանց ածանցյալ տարբեր դերակատարներին։ Սա է ամբողջ խնդիրը եւ էլի ուշ չի ճիշտ ճանապարհ ընտրել, որովհետեւ պարլամենտական ընդդիմություն եւ իշխանություն դրանք նույն համակարգն են, փոխհամաձայնեցված խմբի իշխանություն, ես բազմիցս ասել եմ, չլինի պարլամենտական ընդդիմությունը մեկ օր կյանք չունենա իշխանությունը, չլինի իշխանությունը մեկ օր կյանք չունենա պարլամենտական ընդդիմությունը։ Դրա համար այս երկուսը, երկու հարթակները իրար հակասող են, 180 աստիճան հակառակ են։ Մի հարթակը դա ժողովուրդն է, մի հարթակը պարլամենտական ընդդիմությունն է, նաև իշխանությունը, դա երկուսը մեկն է։ Եթե դուք ընտրում եք ձեր գործընթացների համար որպես հենարան պարլամենտական ընդդիմությունը, դուք հիմնահատակ տապալված եք, հիմնահատակ։ Իսկ եթե ընտրեք ժողովրդին, բոլոր առումներով հաջողելի, բոլոր առումներով։
իր աջակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության շատ պաշտոնյաներ իրենց աջակցությունը հայտնելով կարգալույծ եղած Հովանավանքի քահանային նախկին Տեր Արամ քահանա Ասատրյանին, Ստեփան Ասատրյանին այժմ մասնակցեցին այդ կեղծ պատարագին եւ այսօր էլ շարունակում են պատարագների մասնակցել, քահանաների մի մասը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին պատարագ մատուցել եւ փոխարինում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հովանավանքում այդ պատարագը լինելու է վեհարանը վեհապարից ազատագրելու գործընթացի մեկնարկը։ Եւ այստեղ կցանկանամ զուգահեռներ անցկացնեք Էջմիածնի ընտրությունների հետ կապված։ Էջմիածնի ընտրությունները ինչպես է անդրադառնալու այս ճակերտավոր ազատագրական գործընթացին։ Արդյոք ընտրված քաղաքապետը Ակիշտի Մեխակյանը արտոնելու է այդ գործընթացը։ Թե այստեղ չեմ կարծում, որ չարտոնելու խնդիր կա, եւ չեմ կարծում, որ որևիցե կերպ դա անդրադառնալու է։ Ինչ ելք ունենալ այս ընտրությունները, որտեղ իշխանության այլ ընտրանքը որպես այդպեսին ըստ էության պարլամենտական անդիմություն էր, այդ իմաստով եմ ասում, որևէ նշանակություն չուներ։ Անկախ նրանից ով կլինի իշխանությունը, թե քաղաքապետը ով կլիներ, կարևորը ժողովրդի կողմից ունի աջակցություն, թե չունի։ Եթե այս երկուսը փոխհամաձայնեցված իշխանության մասնիկներ են, դրա համար ընդհանրապես կապ չունի սա։ Ու որևէ էական տարբերություն չէ լինելու, ես առավելական համոզված եմ։ Եթե պետք է լիներ, պետք է անեին, այսինքն այն մյուս կողմը վարչական գծակով պետք է անել այդ ամեն ինչը։ Դա նույն ձև եթե այդքան աջակցություն կա, դու հիմա անել ինչ կապ ունի, եթե դուք ունեք կողմնակիցներ, եւ կողմնակիցներն հարցը լուծեք։ Իսկ վարչական գծակներով ինչ պետք է անել քաղաքապետը, պետք է դուրս ոստիկանության դեմ օրինակ եմ ասում։ Ինչ պետք է անել։ Բնականաբար կեղծ օրակարգ է եւ նաեւ շատ կարեւոր է նշել սա հերթական ապացույց, որ ուղղակի անդիմությունը եւ նրանց ածանցյալ ուժեր ուղղակի մարմնաշարժությամբ են զբաղված եւ փորձում են ուղղակի ժամանակ շահել անդիմության մեջ առաջատար դեր զբաղեցնել, որևիցե մեկը Նիկոլ Փաշինյանի հետ անգամ նվազագույն չնչին խնդիր չունի։ Հիշեք, երբ լուրեր էին տարածում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վեհարանը այսպես ասած գրավի։ Բոլորը շատ լավ գիտեն, որ այդ բանը վեհարան չի գնալու։ Եվ այդպես օրը նշված չէր։ Հիշում եք ինչքան տարբեր ուժեր, քաղաքացիական միավորներ կլինեն, անդիմության ներկայացուցիչներ գնացել եւ կանգնել են վեհարանի մոտ եւ ասում են մենք անձնուրանց կերպով կզոհվենք այստեղ մի քանիս այդպես ինչ-որ բոցաշունչ խոսքեր, մի քանիս մենք կպահենք եկեղեցին եւ այլն, հիշում եք չէ՞ ամեն ինչը, բայց գիտեմ որ բնականը չի գնալու որևիցե մեկը։ Հիմա Հովանավանքում կարգալույծ քահանա պատարագեր մատուցում, օրով ժամով գիտեք երբ է Նիկոլ Փաշինյանը գնալու։ Հովանավանքը եւ վարչական իմաստով, կադաստրի թղթով իրենց իրաց եկեղեցուն է պատկանում։ Բարոյական հոգևոր բոլոր առումներով եկեղեցուն, այսինքն ունի այնտեղ բացարձակ իշխանություն եւ բացարձակ արդարության հիմքով թույլ չտալու դա արվի, ճիշտ է, եւ իրավական առումով եւ մնացած։ Հիմա տեսեք, այդ մարդկանցից քանիսը գնացին գիշերվանից Հովանավանքում սպասեն, որ ասեն սա եւ թղթով եւ բարոյական բոլոր իրավունքներով մայրաթորին է, մերին է։ Իսկ քաղաքացիական բախման չէր տանի դա։ Իսկ վեհարանի մոտ սպասելը չէր տանի քաղաքացիական բախման։ Բայց իմ ասածը դա է հազար ներողություն այդ վատ բառ չեմ ուզում ասեմ էլի։ Այդ այլասերված քաղաքական խոսքը կամ չգիտեմ այդ վարկը բքանի կոպեկ արժեր, բայց եթե պիտի տաներ դրանից է խոսում, բայց ժամանակ ինչը դիվիդենդներ եք հավաքում, անձնուրաց մենք զոհվենք այստեղ։ Իսկ գտնում եք որ բեմադրություն էր մայրաթորի պաշտպանելը։ Բնականաբար, բայց հիմա մայրաթորը շենքը պաշտպանելը չի։ Բովանդակությունն ու էությունը պաշտպանելն է։ Եթե այդպեսի կա, դե գնանք հիմա պաշտպանենք գիշերվանից, ձեր մարդկանցից որ ասում եք զոհվենք եւ այլն, դե գնանք կանգնեք այնտեղ ու զոհվեք։ Կոպիտ եմ ասում։ Պարոն Պետրոսյան, բայց ինչի որևիցե մեկը այդ խմբերից չգնաց Հովանավանքի գիշերը սպասի, ասի ես թույլ չեմ տալիս կարգալույծ քահանան, մտնի եւ այստեղ պատարագեն, որտեղ դրա ոչ թղթով իրավունք ունի, ոչ բարոյական, ոչ մնացած։ Դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ նաեւ քաղաքական գործիչ, ինչպես եք պատրաստվում պաշտպանել եկեղեցին։ Ամենակարևորը եկեղեցին պաշտպանելը պետք է սկսվի եկեղեցուն չխանգարելուց։ Ամենակարևորն եմ ասում։ Եկեղեցուն պաշտպանելը լինում է ազգային օրակարգը սպասարկելը։ Եկեղեցուն պաշտպանելու կարևոր ակտը
այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը հաղթահարել եւ իրենց կեղծ օրակարգը մերկացնել եւ պատռելը, որտեղ այս մարդիկ բոլորը այս համակարգի իմաստին սպասարկում են այս համակարգը։ Դրանից բացի նաեւ ինչ որ մի ձև, եթե հնարավոր է ճու մեկը մտը կարևոր կլինի, անգամ այդ խորհուրդները ազգային օրակարգը սպասարկել է, այդ գծի մեջ մնա, դա տարածել է եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ ֆիզիկական պաշտպանության մասին խոսք գնալ չի կարող։ Ես անգամ անցած անգամ էլ ասեցի ու ներողություն խնդրելով, որ ես ինձ վերապահում եմ այդ հնարավորությունը խորհուրդ տալու վեհապարին, ասեցի որ պետք է վեհապարը ասի բոլորը եկեղեցու զավակներն են, ես որևիցե մեկի պաշտպանության կարիքը չունեմ։ Այդ ժամանակ ժողովուրդը կպաշտպանի։ Բայց եթե հակառակ կողմից էլ ասում են կաթողիկոսը կարգավիճ է, կարգավիճ եղած կաթողիկոսը չի կարող քահանաներին կարգավիճ անել, մայրաթողում լինել, պատարակ մատուցել։ Դա Նիկոլ Փաշինյանի շատ նեղ շրջանակն է, բայց երբ եկեղեցու պաշտպանության գործընթացը ստանձնում է պարլամենտական ընդդիմությունը իր արբանյակներով հանդերձ, այս օրակարգը սկսում է երկրաչափական պրոգրեսիվ տարածվել հասարակության մեջ եւ արդարացվել, լեգիտիմություն է ստանում, որտեղ ասում են եկեղեցին պաշտպանում է ոչ թե ժողովուրդը, ավելի լավ է անգամ, չնայած այդպիսի բան չէր լինի, վեհապարը մնալ մենակ, որտեղ այնուամենայնիվ դա բոլոր իր հոտն է, մնալ մենակ, քան իր համար գային կանգնեն այդտեղ արատավորված այդ երևույթները, անձնական առումով ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Այսինքն եկեղեցին ինքը ըստ էության որպես այդպեսին ավելի շատ ջուր է լսում Նիկոլ Փաշինյանի ջրաղացի մեծ վարկով։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, անդրադառնանք ժողովրդավարական համախմբում կուսակցության գործողություններին, ինչով եք հիմա զբաղված, ինչպես է պատրաստվում ժողովրդավարական համախմբում կուսակցությունը համապետական ընտրություններին եւ ձեր խոսքից ինչպես հասկացանք, դուք հիմնական առանցքային շեշտը դնում եք ժողովրդի վրա, արդյոք դուք ունեք ժողովրդի այդ աջակցությունը եւ նաեւ կխնդրեմ հատկապես անդրադառնանք ոսկեպարի բնակիչներին, գիտեմ որ հաճախ եք լինում ոսկեպարում, ինչպես են ձեզ ընդունում ոսկեպարում, ոսկեպարցիները։ Մենք նախ գործողությունները հետևյալն է, մենք մասնակցել ենք անպայման ընտրություններին, այս պահին, ում որ ես հիշում եմ, ում որ կա այս պահին, այդ որևէ մի ուժի հետ համագործակցություն ուղղակի հնարավոր չի, դա բացառում եմ, չի կարող այդպիսի բան լինել։ Իսկ միայնակ հաջողելու եք։ Կապ չունի, այսինքն եթե անգամ եթե գինը չհաջողելն է, թեպետ ես համոզված եմ որ հաջողելու, բայց եթե գինը չհաջողելը, մենք պետք է չհաջողենք։ Իմաստն եմ ասում, այսինքն ես զիջեմ կամ հրաժարվեմ իմ սկզբունքից կամ արժեքից այն ինչի համար պայքարում եմ, գերագույն արժեք համարելով մանդատը, նախընտրեմ պարլամենտական ընդդիմությունը ձեր համար վառ օրինակ, բարձրագույն քաղաքական արժեքը անսակարկել, դա մանդատն է, դրա համար կա Նիկոլ Փաշինյան եւ կան իրենք։ Այսինքն մենք պետք է հասկանանք որն է մեր նպատակը, որն է մեր տեսլականը, եւ եթե մենք իրոք դրան հավատում ենք, ամեն գնով այդ օրակարգը պետք է սպասարկենք։ Իսկ եթե ասում ենք մանդատն է մեր գլխավոր նպատակը, խնդրեմ, եթե մանդատն է ամենտեղ կարող են մտնել, ինչպես հիմա շատերը անում են, հեսա կտեսնենք որ ինչքան տեղավորվելու, անվան նոր ինչ-որ ուժեր են ձևավորում եւ այլն։ Այո, բացարձակ հենարանը պետք է լինի ժողովուրդը։ Պետք է շփվել ժողովրդի հետ եւ ժողովուրդը այդ վստահությունը ու լեգիտիմությունը ձեզ պետք է տա ձեր օրակարգի եւ ձեր գործունեության արդյունքում, ուրիշ որևէ տարբերակ այդտեղ չկա։ Եվ ընդհանրապես որևէ նորաստեղծ ուժ եւ այլն որպես այդպեսին ինչքան է շատ լավ լինել, ես չեմ կարող երբեք վստահել, քանի դեռ որևիցե մեկը փորձության միջով չի անցել։ Մեկ այլ բանավակի լավ խոսքեր ասել, մեկ այլ բանը փորձության միջով անցնել։ Ինչ վերաբերում է ոսկեպարցիներին, Ես ասել եմ, որ էլի կասեմ, ոսկեպարը իմ համար որպես մի մեծ ընտանիք։ Եվ մենք այնտեղ մոտերի մեկ ամիս առաջ ոսկեպար եղել մեր հարաբերությունների գյուղի, մեր գյուղացիների հետ բոլորի հետ հնարավոր ամենաբարձր մակարդակի է, շատ ջեր մի ընտանիքի նման, ու նաև ասեմ ավելին։ Եվ մի 2-3 ամիս առաջ, չէ, 4 ամիս առաջ բավական երկար ժամանակ չեն գնացին, գյուղացիներից մեկի տարիներ եւ այնպես ստացվեց հենց առաջին հանդիպման ժամանակ այնպես եղավ որ բոլոր այդ տարու արարողությունից էին դուրս գալիս եւ ամբողջ գյուղը այնտեղ էր ու միանգամից բոլորին որ այսպես ասած միտեղ հանդիպեցինք գյուղացիների որ նաեւ պատկերացեք ես հասկանում մի ենթատեքստը հարցի դրա համար եմ ասում որ պատկերացնենք գյուղացիների արձագանքը բոլորը հավաքվելով եւ խոսեցին ողջագուրվեցին եւ այլն առաջի բառը սա էր ասեցին
Պետրոսյան, հիշում ես, որ մենք քեզ զգուշացնում էինք։ Քեզ զգուշացնում ենք ում հետ չի կարելի ճանապարհ գնալ։ Խոսքը բնականաբար Բաղրատ Սրբազանի մասին է։ Ասում եմ մենք դու մեզ չլսեցիք։ Ոսկեպարծիները ինչու են նրան դեմ։ Հայտնի է ձեզ։ Այն ժամանակ ասում էին, որ ես ասում էի ուշացնում եք եւ այլ, որտեղ ասում էին, որպես հոգեորական, եթե գալիս է գյուղ, խնդիր չկա, թող գա գյուղ, բայց որպես քաղաքական գործընթացներ մենք չենք թույլ տա որ մտնի գյուղ, որովհետեւ եթե ինքը գա իր հետևից բերելու է դաշնակներին, Քոչարյանականներին, Սերսաքսյանականներին եւ այլն, sense այսպես դրա համար մենք կատեգորիկ չենք թող անգամ եղել այդ խոսքը, որ մենք երկու հոգով ճանապարհը կփակենք, դու չենք տա։ Հատ մարդկանց ասենք, որ եթե միտեղ կամ ես չեն կարելի անդիմություն եւ այդպես բայց չանադառնամ դրան։ Ուզում ասեմ վերաբերում այդպեսին է։ Հետրությունների ժամանակ ինչ դրսևորում կունենա։ Ընդհանրապես այս բարելը ընդհանրապես իրական չի, որտեղ որևիցե մեկին չեմ պատրաստվում ինչ-որ պրոպագանդել, խնդրել եւ այլն։ Այս մարդիկ ոնց որ մեր ընտանիք, մեծ ընտանիք, եթե իրենք գտնեն ճիշտ է գնան ընտրության, ճիշտ չի, չեն գնա ընտրության։ Միակ բանն է այդ մարդկանց որ կարող եմ ինձ թույլ տալ վերաբերել խնդրել, որևէ եկել ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին, ձայն չտալ պարլամենտական դիմության եւ նրանցից ածանցյալ ուժերին, ձայն չտալ հակառուսականներին, հակարևմտականներին։ Պարոն Պետրոսյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել եք, որ հեռու եք մնում Սրբազան պայքարի առաջնորդներից, մասնակիցներից, այդ թվում եւ Բաղրատ Սրբազանից, հիմա այս օրերի նրանց դատավարությունն է գնում Բաղրատ Սրբազանի եւ 18 արդարների, հա, ինչպես որ ասում են, դուք շարունակում եք ձեզ հեռու պահել նրանցից։ Ես որևիցե կապ չունեմ, ոչ բոլորին ամենալավն եմ ցանկանում, բոլորին, չգիտեմ, ամենայն բարիքին ցանկանում, բայց որևէ առողջություն անգամ իշորթալված, անգամ իրականում որևէ տեղեկատվություն իրականում չունեմ, որտեղ ինձ բացարձակ հետարքի չի։ Բացարձակ ինձ ընդհանրապես հետարքի չի։ Եվ նաև վերջում կատալենք, որ հաճախ եք լինում եվրոպական երկրներում, Եվրոպայում, հա, գործնական բնույթով է սա պայմանավորված։ Մասամբ եւ գործնական է լինում եւ ոչ գործնական է լինում, մասամբ։ Ֆինանսավորում ստանում եք Եվրոպայից։ Բնականաբար ոչ, ես որևիցե տեղից ֆինանսավորում չեմ ստանում։ Եվ այն բոլոր միջոցները ես բազմիցս ասել եմ եւ համոզված եմ դա նաեւ տրամաբանական այդ այդպիսի բաներ, ես ողջ խաժամուժի մեջ անպայման թե իշխանությունը, թե ընդդիմությունը ինչ-որ բան վեր կաներ, իդեպ դա նաեւ իրենց համար ամենամեծ խնդրեմ հենց այդպիսի մարդիկ են, ովքեր որևիցե կերպ իրենց վերահսկողության ներքո չեն, այդ մարդկանց վրա չկան կոմպրոմատներ, չկան իրենց այդ անցած ճանապարհներ, բարոյական, չգիտեմ, ֆինանսական սահմանափակումներ եւ ամենակարևորը ֆինանսական առումով որևիցե կա ոչ միայն իրենց հետ չունեն, այլև այստեղ էլ չունեն, որտեղ իրենց լծակները կարող են ազդել։ Եվ այդ բոլոր միջոցները բացառապես մեր միջոցներն են, բացառապես։ Հենց դա իրենց համար մեծ խնդիր է։ Կրկին շնորհակալ ենք հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էր։